Դրան մոտ կուտակումներ չառաջացնելու համար դասաժամից առաջ բուժքույրը աշակերտների օրվա ջերմաչափումներն aնում է դասասենյակում։ Ֆիլտրում ասված պրոցեսին են վերադարձել սուր շնչառական վիրուսների տարածված լինելու պատճառով։ Գրիպի ագրեսիվ H3N2 ենթատեսակի ու եւս 3 այլ վիրուսների ախտանշանները գրեթե իրար նման են։ Բարձր ջերմություն, դժվարաշնչություն, առատ քրտնարտադրություն, թուլություն, գլխացավեր, սրտխառնոց։ Տարբերելու համար հիվանդանոց են դիմում, անհրաժեշտության դեպքում թեստավորում են։ Այս գանգատներով երեխաներին դպրոցների բուժքույրերը տուն են ուղարկում։ Մի պահ եղավ, որ շատ էին ու չէին հասցնում նույնիսկ ջերմաչափումները կատարել, երեխեքը պահի տակ վադանում էին, ասենք առավոտյան եկել են առանց ջերմության, բայց ասենք մի 10-15 րոպեդու կտրուկ ջերմությունը բարձրանում է մինչև 40 աստիճան։ Տուն են ուղարկում, որտեղից էլ հավանաբար վիրուսը երեխան բերել է դպրոց կամ հակառակը։ Այս շրջապտույտը կանգնեցնել բավականին դժվար է, քանի որ գրիպի այս ենթատեսակն ունի գաղտնի շրջան։ Իսկ փակ տարածքներում, աշխատանքային վայրում, դպրոց մանկապարտեզում երկար ժամանակ մնալու հետևանքով վիրուսի փոխանցումը դառնում է արագ։ Փռշտոցից կամ հազից միկրոկաթիլները տարածվում են օդում մինչև 1 մետր։ Նոյեմբերից սկսած դպրոցներում բացակայությունների թիվը բավականին աճել է։ Երեք ավելի շատ են եղել։ Ունեցել ենք հիվանդանոցներ, բուլետին են բացել, անաշխատունակության թեստիկով են ներկայացել, չեն եկել դպրոց, ելի իրանց աշխատանքը կատարել են հեռավար։ Փառք Աստծո, միջև այսօր չենք ունեցել այդ բացակայությունների շատ քանակ, որ անհանգստացնի, որ հիվանդին չնայած յուրաքանչյուր առավոտ բացակայությունները հաշվառումը կատարելուց հետո դասղիկները ծնողներից ճշտում են բացակայությունների պատճառները։ Աշակերտները շատ լավ են, բողոքներ չունենք։ Դպրոցներում բուժքույրերը գնահատում են երեխայի ընդհանուր վիճակը եւ ցուցաբերում առաջնային օգնություն, ինչը կարող է լինել ընդհանրապես ջերմիջեցնող տեղամիջոց տալը։ Առաջինից 9-րդ դասարանի երեխաներին ցուցված է պարացետամոլ։ Պարացետամոլից բացի ուրիշ տեղորակ ես չեմ կարող տալ։ Գյումրի բժշկական կենտրոնի թերապևտիկ եւ մանկաբուժական բաժանմունքների հիվանդասենյակներում ազատ մահճակալներ չկան։ Այս վիճակն է նոյեմբերի կեսերից սկսած։ Երկու բաժանմունքներում ստացիոնար բուժում են ստանում շնչառական վիրուսների, գրիպի ծանր ընթացքով երեխաներ եւ մեծահասակներ։ Կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է խիստ գրաֆիկով։ Վերջին շաբաթներին դիմելույությունն ավելի է աճել։ Հիվանդասենյակներում տեղ չլինելու պատճառով թեթև ընթացքով հիվանդներին փորձում են արագ դուրս գրել։ Թուլությունը կար, ջերմությունը ընդհանրապես չէր իջնի։ Այսօր նոր իջել է արդեն երեկո այսօր։ Մինչև 40 գելներ։ Օրինակ մեր դասարանը 12 հոգի են, ոչ մեկ չի աշտատասի, սա հիվանդ են։ Հաս ու ջերմություն։ Ստեղ եկել ենք արդեն 38։ Ռենտգեն երեցին, ասեցին որ բրոնխիտ եմ ուղղ։ Այդ վիրուսը ինչ է հասկացա մի անգամ իսկ բավ, որտեղ միջև այդ հիվանդ չեմ եղել։ Ընդհանրապես թոքաբոր բավ չեմ տարել։ Հոսպիտալացվում են, երբ որ ունենք արդեն բարդություններ, թոքաբորբեր, բրոնխիտներ, հիմնականում այս պահին հոսպիտալացվածները նման գանգատներով են։ Մյուս երեխաները մեծ մասը բուժվում են տանը, տնային բուժում արվում։ Հիմնականում դիմելիության պատճառը բարձր ջերմությունն է, չկառավարվող ջերմությունը։ 100%-ից ավել ենք հիմա ծանրաբեռնված։ Մի փոքր պացիենտներին ընտրելու հարցի առաջ են կանգնած ընդունարանում, քանի որ աշխատում ենք ծանրերին ընդունել, աշխատում ենք շնչառական անբավարարությամբ հիվանդներին ընդունել, ովքեր զգում ենք, որ ամբուլատոր օղակում կարող են իրենց բուժումը կազմակերպել, ուղղորդվում են, չեն ընդունվում ստացիոնար բուժման։ Բարդացումների մեծ մասն էլ բժիշկների գալիս է ինքնաբուժությունից, երբ առանց մասնագետի խորհրդի տարբեր տեղորայք են ընդունում, հատկապես հակաբիոտիկներ, որոնք շրջանառվող վիրուսների դեմ անարդյունավետ են։ Նման բարդույթի հետ էլ ենք առնչվում, որ հենց սկզբում ինքնակամ հիվանդները սկսում են անտիբիոտիկ ընդունել եւ դրանով ավելի են բարդացնում իրենց վիճակը, ավելի են ճնշում իմունիտետը, ջերմիջեցնող շատ են օգտագործում, ջերմությունն էլ են ճնշում, չէ՞ որ դա մեր իմունիտետն է եւ մեր պաշտպանական ռեակցիան է։ Այսինքն բժշկի չդնվելու հետևանքով ինքնաբուժման արդյունքում սխալ քայլեր են արվում, որոնք բերում են բարդությունների։ Խորհուրդ ենք տալիս շատ հեղուկներ խմել, հաճախակի ախտահանվել, մեծ կոլեկտիվներում երկար չգտնվել, հիվանդների հետ շփումը սահմանափակել, իսկ արդեն արկա հիվանդության դեպքում հիմնականում շատ հեղուկներ, ջերմիջեցնողներ ու վերջ։ Այս վիրուսների ակտիվությունը նահանջելու միտումներ առայժմ չունի, քանի դեռ տարածման համար նպաստավոր պայմանները, փակ տարածքներում շփումները կան։ Երեխաների շրջանում հիվանդացության դեպքերի թիվն է փաստում, որ դպրոցներում ու մանկապարտեզներում տարածվածությունն ամենամեծն է։ Դասերը դադարեցնելու անհրաժեշտություն պատասխանատուները չեն տեսնում, բայց հեռավար դասերի անցնելը թույլատրելի է։
Մարզում այդպիսի դպրոցներ չունենք, իսկ վիրուսների տարածման շղթան սպասում են, որ կկտրվի 1 շաբաթից, ձմեռային արձակուրդների մեկնարկից։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։